Ժամանակակից հայ գրականության ներկայացուցիչ գյումրեցի բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հուշատախտակի բացումով Գյումրիում մեկնարկեց գրքի երևանյան միջազգային փառատոնը։ Բանաստեղծի հայրական տան փակցված հուշատախտակը անցորդներին կհիշեցնի, որ այս տանն ապրել ու ստեղծագործել է մեր ժամանակների գրողը։ Գյումրին շատ յուրահատուկ տեղ ուներ հայրիկի ոչ միայն պոեզիայում, այլ նաև մեր հենց տանը առօրյայում։ Եվ կարծում ենք, որ այս հուշատախտակը Գյումրիի առօրյայում մի փոքր պոեզիա կավելացնի։ Հանրահռչակելով գրողին ու նրա ստեղծագործական ժառանգությունը Գյումրին մեկ օրով վերածվել էր գրքի և ընթերցանության կենտրոնի, համախմբելով գրողներին, արվեստագետներին ու ընթերցասերներին մեկ հարթակում։ Հաստատելով մշակութային միջոցառման խորագիրը, Գյումրին կարդում է. Սա իմ երկիրն է։ Չափսերով այսպիսին, որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ, որ չկորցնեմ հանկարծ։ Ես այս երգը երգում եմ կանգնած, որովհետև դու նա ես, ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու։ Մանկական մեծ ու փոքր գունեղ գրքույկներից մինչև տարաբնույթ ու տարաժանր, գիտահանրամատչելի, արկածային, դասական, նոր ու ժամանակակից ստեղծագործություններ։ Գրքերի աշխարհը բաց էր ամեն տարիքի ու ճաշակի ընթերցողի համար։ Դրամատիկական թատրոնի դիմաց բացված տաղավարների գրկաբաց ու գրքաբաց մթնոլորտը ստեղծել էր լավ առիթ կարդալու խորհուրդն ու կարևորությունը ևս մեկ անգամ արդիականացնելու համար։ Արկածային գրքեր եմ սիրում կարդալ, սիրելի հեղինակ չունեմ, բայց այս Մատիլդան վաղուց ուզում էի կարդալ։ Առաջ իրականում ավելի շատ էի կարդում, քան հիմա, այդ մի քիչ ափսոսում եմ, բայց հիմա սկսել եմ փորձել ավելի շատ, թեկուզ հեռախոսով, որ հեռախոսի մեջ եմ մտնում, փորձում եմ ինչ-որ գրքային բաներ կարդալ, լոգիկան է շատ զարգացնում, շատ ինֆորմացիա կարելի ստանալ գրքերից։ Ժամանակակից աշխարհում, երբ որ տեխնոլոգիաները զբաղեցնում են մարդկանց կյանքի կարևորագույն մասը, կա նաև գիրքը ավանդական իր դասական տեսքով, որը մարդու լավագույն բարեկամն է եւ լավագույն ընկերը եւ անսպառ աղբյուր գիտելիքների, իմաստության եւ նաև արժեքների։ Գյումրին Երևանից հետո առաջին քաղաքն է, որտեղ նախաձեռնվել է միջոցառումների այսօրինակ շարք, նպատակ ունենալով զարգացնել ընթերցանության մշակույթը եւ վերաիմաստավորել գրքի հանդեպ վերաբերմունքը։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ով ևս մասնակցում էր փառատոնին, ընդգծեց, որ մարզերում գրական ծրագրերի խրախուսումն ու զարգացումը կարևոր նշանակություն ունի ոլորտի ապակենտրոնացման եւ կարդալու մշակույթի հավասարաչափ տարածման համար։ Մենք խթանում ենք ընթերցանության մշակույթը տարբեր ձևերով նաև դպրոցներում ու հուսով եմ, որ այսօր այստեղ կտեսնենք նաև շատ դպրոցականների ու նրանց հետ միասին առիթ կունենանք խոսելու այնպիսի կարևոր բանից, ինչպիսին գիրքն է։ Մեր կարգախոսն է քաղաքը կարդում է, այսուհետև նաև քաղաքը կարդագը եւ այդպես շարունակ։ Թվայնացված այս դարում գիրք կարդալը կամ համացանցից դուրս կրթվելը շատ երիտասարդների համար այնքան էլ ձգող չէ։ Ժամանակի ընդունված պահանջները նոր սերնդի շատ տաղանդների են հետ պահում գրական փորձեր անելուց։ Ժամանակակից գրողները մտավախություն ունեն չհասկացվելու, քանի որ նրանց ու գրականության նկատմամբ արմատացած պահանջներ ունեցողների հայացքները ոչ միշտ են նույնական, երբեմն էլ ընդունելի չեն։ Կոնկրետ ես փորձում եմ ստեղծել ավելի ավանգարդ գրականություն, ավելի նոր գրականություն, նոր լեզու բերել գրականության մեջ, եւ այդ առումով մի քիչ հենց այդ նոր լեզու բերելու պահը մարդկանց համար անհարմար է։ Ժամանակակից գրող Արամ Ավետիսը գյումրեցի ընթերցողին ներկայացավ ամպուտացած ամպեր գրքով, որը պատմում է 44-օրյա պատերազմի մասին։ Գրողը ավելի ուշ իր գրքի գաղափարական շերտերի մասին խոսել է ընթերցողների հետ։ Սա նաև փառատոնի ռազմավարական քայլերից էր՝ ընձեռել նոր սերնդի հեղինակներին ինքնարտահայտման հարթակ եւ ընթերցողին հասցնել ժամանակակից գրական խոսքը։ Շատ կարևոր եմ համարում, որպեսզի մեր ժամանակակից գրականությունը ամբողջական շղթայով ապրի, այսինքն գրվի, հետո ներկայացվի եւ գիտեք, որ սա էլ նոր շունչ եւ նոր կյանք է տալիս գրականությանը ու կարծում եմ, որ այս կապն էլ պիտի լինի ու բոլորովին պատահական չի, որ այսօր մենք Գյումրու դրամատիկական թատրոնի ուրեմն շենքում ենք եւ միջավայրում ենք եւ գուցե նաեւ այսօր այստեղ վաճառվող ժամանակակից գրականության որոշ կտորներ այնուհետև կտեսնենք բեմում։ Մինչև ուշ երեկո գրակրթական միջոցառումները շարունակվեցին քննարկումների, գրական ընթերցումների եւ գրող-ընթերցող ջերմ հաղորդակցման միջավայրում, նոր մտքերի, գաղափարների ու արդյունավետ ինտելեկտուալ փոխշփումների առանցքում։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։